Նկատել եք, որքան կապի միջոցները շատացել են, այնքան իրական մարդկային կապը թուլացել է։ Մարդ որքան կապված է համացանցին, այնքան թույլ է նրա միջանձնային կապերը։ Միայնակության զգացում։ Սա դարի հիվանդությունն է, որով տառապում են շատ շատերը։ Վերջերս Միացյալ Նահանգներում հետազոտությունները պարզեցին, որ չափահաս բնակչության ամեն երկրորդ անձնավորություն խոստովանել է, որ իրեն մենակ է զգում։ Բարեկամներ, եկեք այսօր խոսենք միայնակության սինդրոմի մասին, մենակության զգացումի մասին, բայց որպեսզի գոնե մենք մեր կապը չկորցնենք իրար հետ, իմ ավանդական խրախուսանքն է չմոռանալ հավանել այս տեսանյութը, բաժանորդագրվել այս ալիքին եւ մեկնաբանության մեջ ակտիվ լինել։ Ես հավատում եմ, որ այս տեսանյութը կարող է շատ շատերի համար օգտակար լինել, դրա համար քո մատի մեկ հպումը կարող է օգնել, որ YouTube-ի ալգորիթմը այս նյութը շատ ավելի մեծ լսարանի համար հասանելի դարձնի։ Շնորհակալություն համագործակցության համար, իսկ մենք շարունակենք։ 21-րդ դարի մարդը հիվանդ է մենակությամբ։ Մարդը մենակ է մնացել իր մարտահրավերների առաջ, մենակ է մնացել իր խնդիրների մեջ, մենակ է մնացել իր մեղքերի հետ, մենակ է մնացել իր ցավերի հետ։ Ասում են, մարդիկ ամուսնանում են, որովհետև իրենց մենակ են զգում, հետո ամուսնալուծվում են, որովհետև իրենց մենակ էին զգում։ Եվ այդ առումով անգամ ամուսնությունը չի լուծում մարդու մենակությունը հաղթահարելու ցավը, խնդիրը։ Մենակությունը չի ենթադրում մարդկանց բացակայություն։ Մենակություն նշանակում է մարդկանց անտարբերություն։ Այս խնդիրը հատկապես սուր է մեծ քաղաքներում եւ ոչ թե փոքր համայնքներում։ Մարդիկ շրջապատված են բազմությամբ, շրջապատված են ամբոխով, բայց իրենց մենակ են զգում։ Հակառակը, մարդ կարող է փոքր համայնքում ապրել եւ իրեն ամենևին մենակ չզգալ, իսկ մեծ քաղաքներում մարդիկ շրջապատված են բազմությամբ, բայց նաեւ շրջապատված են անտարբերությամբ եւ սառնությամբ։ Իսկ մենակությունը քեզ խոցելի է դարձնում նաեւ տարբեր հիվանդությունների համար, դեպրեսիայի համար, նևրոզի համար, ինքնասպանության մտքերի համար։ Երբևէ ասել ես, ինձ ոչ ոք չի հասկանում։ Ու սա սովորական բողոք չէ, սա հոգու ճիչ է։ Ոչ թե որ իմ շուրջը մարդիկ չկան, որ ինձ հասկանան, այլ ես իմ տեղը չեմ գտնում։ Ես հասկանալի չեմ մարդկանց համար։ Ես ընդունված չեմ, ես ինձ մենակ եմ զգում։ Եվ հետաքրքիրն այն է, որ մենակության եւ չհասկացվածության ցավը միասին են գալիս։ Եվ եթե այսօր քեզ թվում է, որ դու շրջապատված ես մարդկանցով, բայց միևնույն է քեզ մենակ ես զգում, այս թողարկումը քեզ համար է։ Ուրեմն այսօր կխոսենք մենակության խնդրի մասին եւ ինչպես հաղթահարենք այդ խնդիրը եւ դուրս գանք այս վիճակներից։ Մնա ինձ հետ մինչեւ վերջ, ես խոստանում եմ, որ հետաքրքիր է լինելու։ Ինչու է այս խնդիրը այսքան ակտուալ։ Վերջերս բժիշկ Վիվեք Մերթինը ստանձնեց Ամերիկայի գլխավոր վիրաբույժի դերը եւ նա սկսեց հետաքրքիր մի ուսումնասիրություն կատարել։ Երբ որ 2014 թվականին նա ստանձնեց իր պաշտոնը, նա մենակությունը չէր դիտում որպես հանրային առողջության խնդիր, բայց երբ որ սկսեց իր պաշտոնի շրջագայել Միացյալ Նահանգներով եւ հանդիպել տարբեր բժշկական հաստատությունների հետ, մի ցնցող հայտնագործություն արեց։ Պարզվեց, որ Ամերիկայի չափահաս բնակչության ամեն երկրորդը իրեն մենակ է զգում։ Որպես առողջապահության պաշտոնյա նա հասկացավ, որ սա միայն անձնական խնդիր չէ, սա հանրային խնդիր է, սա երկրի հետ կապված լուրջ խնդիր եւ մարտահրավեր է, հանրային առողջության խնդիր նաեւ։ Ու հետո գալիս է նաեւ ամենածանր դատավճիռը։ Մենակությունը պարզապես մարդկային մի բացասական զգացողություն չէ։ Այն կապված է սրտանոթային հիվանդությունների, դեպրեսիայի, անհանգստության եւ վաղ մահվան բարձր ռիսկերի հետ, իսկ սոցիալական մեկուսացման ազդեցությունը երբեմն համեմատվում է օրական մինչև 15 ծխախոտի վնասի հետ։ Այդ աստիճան վտանգավոր է եւ վնասակար է մենակությունը մեր առողջության համար։ Այսինքն
Երբ դու ասում ես ինձ ոչ ոք չի հասկանում, դա պարզապես նախադասություն չէ, դա լուրջ ազդանշան է։ Իրականում, երբ մարդն ասում է ինձ ոչ ոք չի հասկանում, նա հետևյալն է դրանով ուզում ասել. ինձ չեն լսում, ես իմ տեղը չեմ գտնում, իմ ցավը չեն նկատում, ինձ չեն ընդունում այնպես, ինչպես ես կամ, ես պիտի միշտ ուժեղ Երևան, բայց հոգնել եմ արդեն ձևացնելուց, ուզում եմ անկեղծանալ, բայց չգիտեմ ում մոտ։ Ու գիտես ինչն է ցավոտը, մենակությունը մենակ մարդկանց պակասը չի քո կյանքում։ Մենակությունը նկատված, հասկացված չլինելու զգացումն է։ Պրոֆեսոր Բրենե Բրաունը մարդկային կապը սահմանում է այսպես. կապը այն էներգիան է, որը կա մարդկանց միջև, երբ նրանք իրենց տեսնված, հասկացված եւ ընդունված են զգում։ Այսինքն քեզ պետք չեն հազարավոր կապեր, քեզ պետք է 1-2 իսկական կապ, որը կօգնի քեզ, որ դու ընդունված զգաս, հասկացված զգաս, գնահատված զգաս, որտեղ դու ոչ թե պետք է հզորի դեր խաղաս, այլ լինես իսկական։ Ինչու է մենակությունը ցավոտ։ Նեյրոգիտական առումով մենակությունը իսկապես մարդուն ցավ է պատճառում, անգամ ֆիզիկական ցավ։ Հետաքրքիր է, չէ, երբ որ մեզ մերժում են, մենք ասում ենք սիրտս ցավում է։ Եվ դա պարզապես խոսք չէ, դա նաև ֆիզիոլոգիական երևույթ է։ Մեր ուղեղը սկսում է ընկալել դա որպես ցավ եւ ազդանշանները ուղարկում մեր ամբողջ օրգանիզմին, որի հետևանքով մենք կարող ենք ցավը զգալ մեր մարմնի տարբեր հատվածներում։ Պատճառն այն է, որ հետազոտությունները ցույց են տալիս, սոցիալական մերժման ժամանակ ուղեղում ակտիվանում են համակարգեր, որոնք նման են ֆիզիկական ցավի գործընթացներին։ Սա հայտնի է սոցիալական ցավ անունով։ Այսինքն, երբ քեզ չեն լսում, քեզ մերժում են, ծաղրում են, հակառակվում են, քո ուղեղը դա ընկալում է որպես սպառնալիք, որպես վտանգ։ Եվ քո ներսում միանգամից միանում են վտանգի եւ սպառնալիքի ազդանշանները, քո օրգանիզմում պատկերացրեք միշտ միացված է ազդանշանային համակարգը, այդ սիգնալիզացիայի այդ բարձր ձայնը։ Լսել եք երբևէ նման ձայն։ Օրինակ, երբ որ գողերը մտնում են մի խանութ, միանգամից միանում է ազդանշանը եւ դա սուր, կտրող, սպանիչ մի ձայն է, որի ներքո մարդ չի կարողանում կողնորոշվել, ապա կենտրոնացնող մի ձայն է։ Նույնն էլ տեղի է ունենում մեր օրգանիզմի հետ եւ մեր ուղեղի հետ եւ մեր նյարդային համակարգի հետ, երբ որ նման վտանգ է զգում մեր ուղեղը։ Օրգանիզմում միանգամից միանում է ազդանշանը, այդ սուր կտրող ձայնը հնչում է մեր հոգեկան աշխարհի մեջ եւ մենք ապա կենտրոնանում ենք, չենք կարողանում ուշադրությունը կենտրոնացնել լուծման վրա, դառնում ենք մտածրիվ, չենք կարողանում կենտրոնանալ մեր անելիքների վրա, անընդհատ մտքեր են գալիս, անընդհատ մտքեր են մեզ տանջում։ Հենց սա է մեզ հետ տեղի ունենում, երբ որ մենք մերժված ենք մեզ զգում, չհասկացված ենք մեզ զգում, մենակ ենք զգում։ Եվ այդ ժամանակ քո ներսում միանում է պաշտպանական մեխանիզմը։ Դու սկսում ես մեկուսանալ եւ փակվել քո մեջ։ Եվ այդ մեխանիզմը մի պահ կարող է քեզ փրկել ցավից, բայց հետագայում փակել մարդկանց հետ հաղորդակցությունից, քեզ մեկուսացնել եւ զրկել քեզ երկարատև բուժումից։ Եվ այդ ժամանակ մեր ուղեղը սկսում է միանգամից մեղավորներ փնտրել, իսկ մեղավորները պարզ է նրանք են։ Մեղավորների անունը հենց այդպիսին է, նրանք։ Ես այսպիսին եմ, բայց նրանք այսպիսին են։ Ինձ չհասկացան, նրանք կեղծավոր են, ես անկեղծ մարդ եմ, դրա համար չեն ուզում ինձ հետ մտերմություն անել։ Նրանք այսպիսին են, ես իմ տեսակով ուրիշ եմ։ Եվ մենք սկսում ենք այդ նրանքի ու եսի միջակայքում պատեր կառուցել եւ ինքներս մեզ մեկուսացնել։ Արդյունքում հայտնվում ենք մենք մեկուսարանում, երբ որ մենք ենք մեզ մեկուսացնում, ինքնամեկուսացման ընթացք է սկսվում մեր կյանքում։ Վերջո անդադար փնփնթացող, դժգոհող, ուրիշներին կեղծավոր պիտակավորող մարդը ինքը կհայտնվի այն մեկուսարանում, որը ինքն է կառուցել իր համար։ Պատ կշինի, բայց արդյունքում ոչ թե պարզապես ուրիշներին կթողի պատի հետևում, ինքը մենակ կմնա այդ պատի հետևում։
Ես չեմ ասում, որ բոլորի հետ կարող ենք մենք ընկերություն անել, ես չեմ ասում, որ բոլորը անկեղծ են մեր հանդեպ, բայց դա չի նշանակում, որ եթե մենք չգնահատված ենք կամ մենք զգում ենք այդպիսին, չի նշանակում, որ մարդիկ պարզապես կեղծավոր են մեր հանդեպ, իսկ գուցե մենք ենք կեղծում իրականությունը։ Եվ սա էլ իր հերթին մեզ դարձնում է մտքի գուշակ, այսինքն մենք սկսում ենք կռահել, գուշակել մարդկանց մտքերը, ընկնում ենք ենթադրությունների գիրկը, ահա ինքը ինձ մի տեսակ բարևեց կամ իմ զանգին չպատասխանեց, ուրեմն նա ինձ անարգում է, ուրեմն ես կարևոր չեմ իր համար, ուրեմն ես ոչ մի արժեք չունեմ ոչ մեկի համար, ոչ ոք ինձանով հետաքրքրված չէ, մենք սկսում ենք գուշակել մարդկանց վերաբերմունքները մեր հանդեպ, ահա հիմա հաստատ իմ մասին են խոսում, հավաքվել են եւ ինձ ծաղրում են, բայց իրականությունը կարող է լրիվ ուրիշ լինել։ Հետևաբար թույլ մի տվեք, որ ձեր մտքերը ձեզ խաբեն, ձեզ տանեն դեպի մեկուսարան։ Դրանով դուք պատժելու եք ոչ թե դիմացի մարդկանց, այլ ինքներդ ձեզ եք պատժելու։ Նորից եմ ասում, մենք պարտավոր չենք բոլորի հետ հաղորդակցվել, բոլորի հետ ջերմ լինել։ Ավելին պարտավոր ենք ունենալ անձնական սահմաններ, ինչը երբեմն բացակայում է մեր հարաբերությունների մեջ։ Այս առումով ես մի ժամանակ հետաքրքիր զրույց եմ ունեցել, կարող եք դիտել այստեղ եւ կարևոր դասեր քաղել ձեզ համար, ինչպես կառուցել անձնական սահմաններ։ Բայց մենք չենք կարող մեզ բոլորից սահմանափակել եւ մեկուսացնել։ Մենք հաղորդակցվող էակ ենք, Աստված մեզ ստեղծել է հաղորդակցության համար, մեզ տվել է լեզու, բերան, ինտելեկտ, մտածողություն, որ կարողանանք իրար հետ հաղորդակցվել, հետևաբար մենք կանչված չենք մենակ լինելու համար։ Ամեն դեպքում, որքան էլ որ քեզ մերժեն, գուցե եւ այո, քո հանդեպ սխալ վարված լինեն ուրիշները, ուզում եմ այս կարևոր կետը հիշես ընդմիշտ, քո արժեքը չի որոշվում ուրիշների հասկացողությամբ եւ ընկալմամբ։ Կապ չունի թե ուրիշները ինչպես են քեզ ընկալում, ինչպես են քեզ հասկանում, դրանով չի որոշվում քո իրական արժեքը։ Ու հենց այստեղ են մարդիկ արժեզրկվում եւ ինչ որ մեկի մեկնաբանությունը որոշում է քո իրական արժեքը։ Հիմա գուցե ասեք, ես հիմա խճճվեցի, հիմա ինչ պետք է անեմ այս պարագայում, որպեսզի դուրս գամ իմ մենակությունից եւ մեկուսացումից։ Եթե դուրս էլ գամ, բավոր հանկարծ հայտնվեմ կեղծավորների շրջապատում եւ մարդիկ նորից ինձ վնասեն, նորից ես այս ցավը քաշեմ, ես այլևս չեմ կարողանում ոչ մեկին վստահել, ինչ անեմ։ Նախ առաջին ուզում եմ ասել այս առումով հետևյալը. Ծննդոց գրքում, երբ Աստված ստեղծեց մարդուն, արարեց ամեն բան, նայում էր, հիանում էր իր ստեղծագործությամբ, նայում էր եւ ասում էր ինչքան գեղեցիկ է, ինչքան բարի է։ Բայց հետաքրքիր մի բան ենք տեսնում, երբ որ նա ստեղծեց մարդուն եւ անցավ որոշ ժամանակ, Աստված նայեց եւ մի հետաքրքիր արտահայտություն արեց, ասաց լավ չէ։ Սա զարմանալի արտահայտություն էր, որովհետև նախքան այդ Աստված քանի անգամ ասել էր լավ է։ Հիմա ինչն է որ լավ չէ, ինչն է որ այն չէ, ինչն է որ լիարժեք չէ։ Եվ Աստված շարունակեց եւ ասաց լավ չէ, որ մարդը մենակ մնա։ Տեսեք, մարդը ուներ Աստծո ներկայությունն իր կյանքում, բայց դա կարծես լիարժեք չէր, Ադամի կարիքները դրանով ամբողջությամբ չէին բավարարվում։ Իհարկե, մեր բոլոր բավարարումը Աստծո մեջ է, բայց նույն Աստված որոշեց, որ մեր կյանքը լիարժեք կլինի, եթե մեր շուրջը լինեն ճիշտ մարդիկ, ընկերներ լինեն մեր կյանքում։ Դա էր հենց շարժառիթը, որ Աստված ստեղծեց Եվային, Ադամի կողքից հանեց նրան, որպես իր ընկեր, կողակից մեկը, որպես օգնական։ Հետևաբար, այո, Աստված պետք է լինի մեր ընկերների հեղինակը, Աստված պետք է ճիշտ մարդկանց բերի մեր կյանքի մեջ։ Ընդհանրապես Աստծո խոսքն էլ ասում է, որ չար ընկերակցությունները ապականում են բարի վարքը։ Իսկ հիմա եկեք հակառակը հասկանանք այս խոսքը, բարի ընկերակցություններն էլ օգնում են մեր բարի վարքի համար, օգնում են, որ մենք ավելի մոտենանք Աստծուն, օգնում են, որ մենք հասկանանք մեր արժեքը, օգնում են, որ մենք ավելի ճանաչենք ինքներս մեզ եւ հաստատվենք մեր կոչման մեջ։
Ուրեմն Աստված գիտի, որ լավ չէ մենակությունը։ Աստված իր պիտակը տվեց, Աստված իր սահմանումը տվեց, Աստված իր գնահատականը տվեց մենակության։ Լավ չէ։ Մի ասա, որ լավ է, որ ես մենակ մնամ, մի ասա, որ ես նախընտրում եմ մենակ մնալ քան հաղորդակցվել կեղծավորների հետ։ Այո, կան կեղծավորներ, բայց բոլորը չէ, որ կեղծավորներ են։ Բայց ամեն դեպքում այս համարից տեսնում ենք, որ Աստված ինքը հասկանում է քո մենակությունը։ Աստված գիտի դու ինչ ես ապրում հիմա, եւ Աստված նայում է եւ ասում է լավ չէ, որ այս վիճակի մեջ ես, մի համակերպվիր այս դրության մեջ, մի հարմարվիր քո մենակությանը։ Ուզում եմ մի քանի համարներ մեջ բերել Սաղմոսների գրքից, որտեղ հստակ նկարագրված է մարդկային մենակությունը, միայնակությունը, որտեղ նկարագրված է այդ հոգեկան ապրումը։ Տեսեք, Աստվածաշունչը շատ անկեղծ գիրք է եւ Սաղմոսների գիրքը նաեւ շատ հուզական գիրք է։ Այնտեղ մարդիկ չեն խուսափում արտահայտել իրենց հույզեր, իրենց ցավ, իրենց վիշտը։ Այ դրա համար Սաղմոսները մեզ համար նաեւ թերապիա են։ Երբ որ մենք կարդում ենք, մեր հոգին հանգստանում է։ Տեսեք, թե 25 Սաղմոսի 16 համարում Սաղմոսերքուն ինչ է գրում։ Քանզի մենակ եւ տառապյալ եմ ես, խոստովանում է իր վիճակը, իր մենակությունը, սահմանում է իր վիճակը։ Այո, շատ կարևոր է, որ մենք կարողանանք սահմանել մեր վիճակը։ Սաղմոսերքուն ասած մենակ եմ ես եւ տառապյալ եմ ես։ Այո, մենակության մեջ կա տառապանք։ Սաղմոս 142-ի 4-ը Սաղմոսերքուն դառնորեն խոստովանում է եւ ասում է. չկա մեկը, որ ինձ ճանաչի, չկա մեկը, որ հոգ տանի իմ անձի համար։ Սաղմոս 69-20-ը ասում է. սպասեցի ցավակցության, բայց չկար, մխիթարիչների սպասեցի, բայց չգտա։ Սաղմոս 31-12 ասում է. սրտերից մոռացված եղա մեռածի պես, այսինքն մարդիկ ինձ իրենց մտքից հանել են, մարդիկ ինձ վրա ուշադրություն չեն դարձնում եւ ես մեռածի պես եղա։ Սաղմոս 22-1-ը ինչու ես թողել ինձ, ինչու ես լքել ինձ ով Աստված։ Իսկ նույն Սաղմոսի 11 խոսքում է Սաղմոսերքուն ասած մարգարեաբար. նեղությունը մոտ է, որովհետև օգնող չկա։ Բայց Սաղմոս 27-10-ում Դավիթը մի մխիթարիչ խոսք է ասում. թեև հայրս ու մայրս լքեն ինձ, բայց ինձ ընդունում է Տերը։ Հիմա ինչ գործնական քայլեր կան, որոնք կարող են մեզ միայնակությունից դուրս հանել։ ԱՄՆ այդ վիրաբույժը, գլխավոր վիրաբույժը, որի մասին արդեն ասացի, մի քանի գործնական քայլեր առաջարկեց ամերիկացիներին, որոնք կարող են օգնել դուրս գալ այդ ճնշող միայնակությունից։ Առաջին քայլ. ընտրիր անվտանգ մեկին, ոչ թե ամեն մեկին ընտրիր, այլ ընտրիր այն մեկին, ում հետ դու ապահով ես քեզ զգում։ Մեկին, ում հետ դու կարող ես իրական լինել, առանց դիմակի, առանց կեղծավորության, ում առաջ կարող ես բացել քո խնդիրները, խոստովանել, սիրտդ բացել, ցույց տալ քո վերքերը։ Կան չէ՞ տենց մարդիկ մեր կյանքում, որ ասում են, լսի, ինչ լավ է եկար։ Քո հետ որ խոսացի այնց թեթևացա, այնպես հանգստացա, ուրեմն եթե այդպիսի մեկը կա քո կյանքի մեջ, պինդ բռնիր այդ մարդուն եւ բաց մի թող, Աստված նրա միջոցով ուզում է քեզ բժշկել։ Իսկ եթե դեռ չես գտել, դա չի նշանակում, որ նման մեկը չկա, աղոթիր եւ Աստված անպայման քեզ ցույց կտա։ Երկրորդ, ասա կարիքդ մեկ նախադասությամբ, մի շատախոսիր, պարզապես փորձիր մեկ նախադասությամբ սահմանել քո կարիքը, քո վիճակը։ Օրինակ, վերջերս ես ինձ մենակ եմ զգում, վերջերս ես ինձ անօգնական եմ զգում։ Կարիք ունեմ, որ քեզ հետ մի 10 րոպե հաղորդակցվեմ, զրուցեմ, հանգստանամ, թեթևանամ։ Երրորդ քայլը, որ շատ գործնական է միայնակությունից դուրս գալու համար, հետևյալն է. խլացրու թվային աղմուկը։ Ինչ է սա նշանակում։ Մենք հիմա թվային դարաշրջանում են գտնվում, սոցիալական ցանցեր, մեդիա տիրույթ, աղմուկ, գովազդ, նորություններ, սթրես եւ սոցիալական տիրույթում նաեւ լիքն է սոցիալական աղբը, ինֆորմացիոն աղբը։ Եվ որքան մարդ նստած է հեռախոսի առաջ եւ սկրոլ է անում, դրանով հանդերձ մեծանում է իր միայնակության ինդեքսը։
Հետևաբար փորձիր դիետա պահել սոցիալական ցանցերից։ Սկզբի համար դժվար կլինի, բայց հետո կնկատես, որ դու վերադարձել ես իրական կյանք, որովհետև մարդ որքան երկար է նստում հեռախոսի առաջ ու թարթում է եւ համեմատում է իրեն ուրիշների հետ, ուրիշների նկարներն է նայում է ուրիշների ժպիտներ, ուրիշների շքեղ կյանքը եւ համեմատում է իր հետ, նա ավելի մենակ կզգա։ Հետևաբար սոցիալական ցանցերը մարդուն չօգնեցին, որ դուրս գա այդ մեկուսացումից, մարդուն ավելի մեկուսացրին։ Ուրեմն սահմանիր դիետա, լրացրու ինֆորմացիոն աղմուկը քո կյանքի մեջ, թվային աղմուկը լրացրու եւ կզգաս տարբերությունը։ 4-րդ խորհուրդս՝ կառուցիր միկրոհամայնք։ Գտիր այն մարդկանց, որոնք կիսում են քո արժեքները, որոնք կարող են քեզ ընդունել անվերապահորեն, գուցե դա մեծ համայնք չլինի, ընդհակառակը մեծ համայնքներում շատ հեշտ է կորելը, բայց երբ որ դու գտնում ես մի ջերմ անկյուն, մի միջավայր, որտեղ մարդիկ քեզ անունով գիտեն, նաև ցավով եւ վշտով գիտեն, այդ միջավայրը կարող է բժշկարար լինել քեզ համար։ Հետևաբար գտիր այդպիսի մի փոքրիկ համայնք եւ իհարկե լավագույն համայնքը դա կարող է լինել քո տեղական եկեղեցին, որտեղ որ դու ապրում ես, մոտիկ մի տարածք, որտեղ մարդիկ հավաքվում են Աստծո խոսքի շուրջը, նրանք կարող են քեզ օգտակար լինել։ Օրինակ, այդ առումով Աստվածաշունչն ասում է մեկտեղ հավաքվելը մի թողեք, ինչպես ոմանց սովորությունն է։ Մարդիկ սովորություն են դարձրել մենակ մնալու, բայց Աստվածաշունչը մեզ հորդորում է չթողնել մեկտեղ հավաքվելը։ Իսկ ավետարանում Տեր Հիսուսն ասաց, որտեղ երկուսը եւ երեքը հավաքված լինեն իմ անունով, այնտեղ ես նրանց մեջ եմ։ Ուրեմն տեսնում ենք, որ երկուսի եւ երեքի մեկտեղվելը ապահովում է Հիսուսի ներկայությունը։ Ուրեմն գտիր այդ երկուսին եւ երեքին եւ միաբանվիր նրանց հետ։ Եվ իմ 5-րդ խորհուրդը, թե ինչպես կարող ենք միայնակությունից դուրս գալ, որոշիր ծառայել ուրիշներին։ Մենակությունը երբեմն փակ շրջան է։ Ես ցավում եմ, ես փակվում եմ, ես մեկուսանում եմ։ Իսկ ծառայելը ուրիշներին բացում է այդ շրջանը դեպի դուրս։ Ես տալիս եմ, ես դուրս եմ գալիս մեկուսացումից, ես ծառայում եմ մարդկանց, ես կապեր եմ ստեղծում եւ այդպիսով ես վերականգնվում եմ։ Ընդհանրապես ես խորհուրդ եմ տալիս իմ շրջապատում գտնվող մարդկանց, որոնք ցավի մեջ են, վշտի մեջ են, սքի մեջ են, ինչպես դուրս գալ այդ սքից։ Եթե իրանք անընդհատ մեկուսանան այդ սքի մեջ եւ վշտի մեջ, նրանք չեն բժշկվի։ Բայց այն պահից, երբ որ նրանք փորձում են ուրիշին ձեռք մեկնել, որը նույն վիճակի մեջ է, նույն նեղության մեջ է, նստել մեկի կողքը, սեղմել մեկի ձեռքը, գրկել մեկին եւ ասել՝ գիտես, ես քեզ շատ լավ եմ հասկանում։ Իրականում այդ ժամանակ ոչ միայն բժշկություն է կատարվում դիմացինի սրտի մեջ, այլ հենց այդ խոսքերը ասողի կյանքում է գալիս բժշկություն։ Դու դուրս ես գալիս մեկուսացումից, դուրս ես գալիս այդ ցավից եւ վշտից, եւ դու այլևս չես կենտրոնանում քո ցավերի վրա։ Դու տեսնում ես, որ կա մեկը, որին դու կարող ես օգնել, օգտակար լինել։ Ես շատ ակնառու տեսա վերջին պատերազմից հետո, երբ որ մայրեր կային, որոնք սքավոր էին, որոնք ցավ եւ վշտի մեջ էին, որոնք որդիներ էին կորցրել, անտանելի ցավ էր, կարծես անբուժելի թվացող մի վիշտ էր, բայց երբ որ տեսա, որ այդ նույն մայրերը ինչպես են ծառայում մյուս մայրերին, որոնք նույն վշտի մեջ են, ծառայողների մոտ բժշկությունը շատ ավելի արագ եղավ, վերականգնումն ավելի արագ եղավ։ Իհարկե կորուստը, հատկապես որդի կորցնելը մի ցավ է, որ մարդ իր ամբողջ կյանքի ընթացքում պետք է կրի, բայց այդ ցավը դառնում է ավելի տանելի, ավելի իմաստավորված, երբ որ այն ուղղորդում ես դեպի մեկ ուրիշի բժշկությունը։ Ուրեմն նախքան ավարտել ես իմ հորդորն է քեզ, այսօր մի բան արա, որ գուցե երբեք չէիր արել կամ շուտվանից չէիր արել։ Մի հաղորդագրություն գրիր այդ անվտանգ մարդունում հետ դու քեզ ապահով ես զգում։ Մի սպասիր, որ ուրիշները քեզ գրեն, դու գրիր։ Կազմակերպիր թեյախմություն կամ սուրճի հրավիրիր այդ անձնավորության, ասա գիտես, ուզում եմ իրար հետ գնանք միտեղ նստենք, սուրճ խմենք եւ զրուցենք։ Կամ էլ
որոշիր այդ անձնավորության հետ մի 15 րոպե, կես ժամ քայլել, դուրս գալ, շփվել։ Կարող ես անգամ այս տեսանյութը ուղարկել այն մարդկանց, որոնց հետ դու ուզում ես հաղորդակցվել։ Եվ սա կարող է լինել թե ակնարկ եւ թե օգնություն ուրիշներին։ Դու կարող ես սրանով նաեւ ծառայել այդ մարդկանց։ Դեյլ Քարնեգին իր հանրահայտ գրքում հետևյալն ասաց. ուրիշներով հետաքրքրվելով դուք ավելի շատ ընկերներ ձեռք կբերեք, քան ուրիշներին ստիպելով, որ ձեզանով հետաքրքրվեն։ Հենց մենակությունը այստեղ է առաջանում, երբ որ մենք ստիպում ենք ուրիշներին, որ մեզանով հետաքրքրվեն եւ մարդիկ փախնում են մեզանից։ Դու ինձ չես զանգում, եթե ես չզանգեմ, ինձ չես զանգի, եթե ես չհիշեմ, ինձ չես հիշի, որտեղ ես այսքան ժամանակ, մի հատ զլանում ես ինձ բարև ասել, այդ ժամանակ մարդիկ գուցե կեղծավոր ձևով մեզ ժպտան, ստիպված մեզ զանգեն, բայց կփախչեն մեզանից։ Բայց երբ որ մենք ենք հետաքրքրվում ուրիշներով, մենք հետաքրքիր ենք դառնում ուրիշների համար։ Ավարտին ուզում եմ հետաքրքիր մի փաստ ասել ձեզ ավետարանից։ Տեր Հիսուսն էլ ճանաչեց մենակության դառնությունը, այ դրա համար նա քեզ շատ լավ է հասկանում։ Գեթսեմանի պարտեզում գտնվելով հոգեվարքի մեջ, մենակության մեջ, ճնշումների ներքո, նա մենակ մնաց եւ իր աշակերտները քնեցին եւ չկարողացան նրա հետ անցնել այդ ճանապարհը։ Իսկ երբ նրան ձերբակալեցին, Մարկոս ավետարանիչը 14-րդ գլխի 50 համարում գրում է. բոլորը թողեցին նրան եւ փախան։ Տեր Հիսուսը, որ միշտ շրջապատված էր բազմությամբ, այդ գիշեր նրա կյանքի ամենամենակ գիշերն էր, լքված գիշեր էր։ Իսկ Մատթեոս ավետարանի 27-րդ գլխի 46 համարում, երբ որ նա խաչի վրա էր, լքված, մենակ, մերկ վիճակում, մի սրտաճմլիկ աղաղակ բարձրացրեց. Աստված իմ, ինչու ինձ թողեցիր։ Տեր Հիսուսը այդ մենակությունը կրեց իմ եւ քո փոխարեն, իմ եւ քո տեղը։ Նա իր վրա վերցրեց մեր մենակության ցավն ու վիշտը եւ իր ընկերությունը մեզ առաջարկեց։ Ապա տեսեք, թե Հովանու ավետարան 16-րդ գլխի 32 խոսքում ինչ է ասում Հիսուսը։ Ահա ժամանակը գալիս է եւ արդեն իսկ եկել է, երբ բոլորդ կցրվեք, յուրաքանչյուրը իր տունը եւ ինձ մենակ կթողնեք։ Մեր կյանքում լինում են նման պարագաներ, երբ որ տարբեր ճնշումների, նեղությունների եւ հանգամանքների ներքո մարդիկ մեզ մենակ են թողնում, գնում են իրենց տուն, գնում են իրենց գործին, զբաղվում են իրենց առօրյայով, ժամանակ չեն գտնում մեզ համար։ Բայց այս վիճակների մեջ Տեր Հիսուսը գտել էր լուծումը, իր մխիթարությունը եւ քաջալերանքը։ Շարունակության մեջ նա ասում է. բայց ես մենակ չեմ։ Այսօրվա մարդու հայտարարությունը սա է. ես մենակ եմ, ես լքված եմ։ Իսկ ինչու Տեր Հիսուսն ասաց ես մենակ չեմ։ Ահա շարունակությունը, որովհետև Հայրն ինձ հետ է։ Բարեկամներ, որքան կարևոր հայտնություն է սա, որ եթե անգամ քո ամենամտերիմները քեզ թողնեն, դու ոչ թե պարզապես տխուր տրտում նստես եւ սկսես լացել, թե որքան մենակ ես դու, այլ կարողանաս հաղթական մի հայտարարություն անել. ես մենակ չեմ, Հայրն ինձ հետ է, եւ եթե Հայրն ինձ հետ է, ապա նա իմ կյանքի մեջ կբերի այն մարդկանց, որոնք պետք է մնան իմ կյանքում, եւ իմ կյանքից կտանի այն մարդկանց, որոնք պետք չէ մնան իմ կյանքում։ Վերջի վերջո Մատթեոս ավետարանի 28-րդ գլխում Տեր Հիսուսն ինքն ասաց. ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը։ Ուրեմն մենք պատճառ չունենք մեզ մենակ զգալու, միայնակ զգալու, լքված զգալու։ Նա ներկա է մեր կյանքում, Հայրը մեզ հետ է, եւ այն մարդիկ էլ, որոնք սիրում են Հորը, իրենք էլ մեզ հետ կլինեն, մեր շուրջը կլինեն, պարզապես պետք է նրանց գտնել։ Շնորհակալ եմ, որ մինչև վերջ ինձ հետ եղար, եւ եթե այս տեսանյութը քեզ օգտակար եղավ, ապա նորից ուզում եմ հիշեցնել, չմոռանալ դնել լայքի նշանը, բաժանորդագրվել այս ալիքին, քո մեկնաբանությամբ կիսվել, քո փորձառություններով կարող ես քո մեկնաբանության պատոհանում գրել, թե ինչպես ես դու դուրս եկել միայնակության զգացումից, եւ եթե ուզում ես նաեւ օգտակար լինել ինչ-որ մեկին, կարող ես այս տեսանյութը ուղարկել, բաժնեկցել ինչ-որ մեկի հետ։ Դա կարող է մի փոքրիկ սպեղանի լինել մարդու վերքի համար,
մի միջոց լինել, որով նա կարող է դուրս գալ միայնակության սպանիչ զգացումից։ Իսկ հիմա աղոթենք։ Իմ երկնային Հայր, գալիս եմ քո առաջ քո որդի Հիսուս Քրիստոսի անունով։ Հենց մենակ Հայր մեր աղոթքը արդեն ինձ հուշում է, որ ես մենակ չեմ։ Ես ունեմ Հայր։ Եվ ունեմ այն մարդկանց, որոնք նույն աղոթն են ասում. Հայր մեր։ Այս մերը ինձ հուշում է, որ ես ունեմ ընտանիք, որոնք քեզ Հայր են ճանաչում։ Ուրեմն, թե դու ինձ համար Հայր ես, եւ քո միջոցով ես ունեմ նաեւ քույրեր եւ եղբայրներ, որոնց հետ ես ընտանիք եմ։ Շնորհակալ եմ, Հայր, որ դու ինձ երբեք մենակ չես թողնում։ Շնորհակալ եմ, որ քո որդի Հիսուս Քրիստոսին ես ուղարկել իմ կյանքի մեջ։ Շնորհակալ եմ, որ քո Սուրբ Հոգին բնակվում է իմ սրտի մեջ եւ հեռացնում է ինձանից միայնակության ցավը եւ վիշտը։ Ես աղոթում եմ նաեւ, որ իմ կյանքում ցույց տաս այն մարդկանց, որոնք իսկապես մենակ են, որոնց ես կարող եմ օգնել եւ այդ միջոցով կարող ես դու էլ ինձ բժշկել եւ դուրս հանել միայնակության զգացումից։ Շնորհակալ եմ, որ ինձ բժշկում ես հիմա։ Շնորհակալ եմ, որ ինձ ուղղորդում ես։ Շնորհակալ եմ, որ այս աղոթքից հետո ես դուրս կգամ միայնակությունից, ես դուրս կգամ դեպի լույսը, ես դուրս կգամ մեկուսացումից եւ կօգնեմ նաեւ ուրիշներին էլ դուրս գալ այդ վիճակներից։ Ես մենակ չեմ, Հայր, դու ինձ հետ ես։ Հիսուսի անունով։ Ամեն։